Ղուկաս 9:11-ի մեջ կգարտանք Հիսուս ընդունեց զանոնք եւ սկսավ անոնց քարոզել Աստծո արքայության մասին։ Իսկ անոնք, որոնք բժշկության պետք ունեին, բժշկեց։ Ժամանակ առաջ այս համարը գարտացած ադենս բավական գանք արի եւ մտածեցի եւ Սուրբ Օքին մղեց եւ իմ սրտիս մեջ դրավ այս բաժինը, ուր Տեր Հիսուս կշրջեր, կփնտրեր, մարդոց պետքերը գնայեր եւ կբժշկեր։ Եվ այս արդահայտությունը առաջին դուրս եկավ, որ Հիսուս հարցումներ չհարցուց, բժշկեց։ Ասիգա ցև չեր, մոդեցում էր։ Ցևը չեր, մոդեցում էր։ Եթե նայենք դիրոջ անցին նկարագիրին, սրբության, իր բանջկներուն, պետքին, թակավորության, մարդոց փրկության, լեցուն հարցում պետք է ունենար հարցնելու։ Լեցուն հարցումներ պետք է ունենար հարցնելու։ Բայց հարցումներ չհարցուց, բժշկեց։ Ղուկաս իր խոսքի մեջ, այս խոսքի մեջ մեզի գհայտնե ճշմարիտ մոդեցումը Հիսուսին, չհարցուց ասելով մարդոց, որոնք իրեն գուքային, մեջերնեն ով մեղավոր է, ով արժանի է իրեն դալիք բժշկության, ով բավարար հավատք ունի, ով լավ ըմբռնած եւ հասկացած է իր վարդապետությունը, չէ՞։ Մենք այսօր այս ուղղությամբ գնայինք շատ անգամ մարդոց, բայց Աստվածաշունչի մեջ Տեր Հիսուս ուղղակի այդպես չի սորվեցներ, կամ իր գործընթացը այդպես չէ։ Սա չի նշանակեր մենք ալ նկատի չառնենք մեղքը, վարդապետությունը, բայց եւ այդպես մենք կտեսնենք կարևոր հայտնությունը, որ Տիրոջ ծառայության մեջ են մեզի գուքա սորվեցնելու, որ մենք մարդոց պետքը Աստծո ողորմությունը նկատի առնելով պետք է որ շարժինք։ Անիկա բարձորեն գսեր, որ բոլոր անոնք, որոնք պետք ունեին, Հիսուս բժշկեց, այսինքն գթարնար առաջին եւ միակ առաջնահերթ իր գետրոնացումը մարդոց պետքին վրա ըլլալով եւ ոչ ուրիշ լեցում բան, որ քոնը ինք միակ անձը պետք է լար, որ իրավունք ուներ նկատի առնելու, նկատի չարավ։ 38 տարի դարաբող մարդը, որ բժշկեց, սկիզբը բժշկեց, անգևերջ նկատի ունենալով, գիտնալով, որ այս մարդը ունի մոդեցում, հագում, հարում, որ նորեն մեղքի մեջ ինա, բժշկել են ետք իրեն եկավ, սա զգուշ նորեն չինաս մեղքի, որբեսի ավելի քեզ չբադահի քեզի։ Բայց դագավին բժշկեց։ Եվ ասիկայա, որ մեզի գուքա սորվեցնել, իբրև հավատացյալներ, իբրև եկեղեցի, մեր առաջին մոտեցումը, թակավորությունը ներկայացնելու ադեն, ինչպես պետք է լա։ Շատ անգամ մեր մոտեցումը գլա թադողական, մեր մոտեցումը գլա վճռական, կամ մարդիկը հերու բահելու համար։ Ես ասկի առաջ հիշած եմ, որ մարդիկ Սուրբ Օքին առնելու համար, Սուրբ Օքիի մգրդության համար լուրջ արգելքներ գտնեն։ Մարդիկ վարժված են ասելու, ես չեմ գնար ապաշխարել, որովհետև աղդոտ եմ։ Մարդիկ հասկացած են, որ մաքրվողները կգնան ապաշխարել եւ ոչ թե ապաշխարեն մաքրվելու համար։ Լման դարձած է կրոնական մոտեցումը։ Սխալ ըմբռնումները շատ են։ Բայց կտեսնենք, որ Աստվածաշունչը լման դարբեր մոդեցում ունի, դարբեր տեսակետ ունի նայելու թակավորությունը ներկայացուցած ադեն։ Հիսուս Երևան գանե, ինչպես գաշխատի Աստծո թակավորությունը, որ այս հատվածին մեջ կամ այս համարի մեջ գերեվի, որ պետքը բացատրութենեն առաջ կուքա, նախ պետքը ըրավ, անգևերջ բացատրություններ դվավ, ողորմություն գադարեց, նախքան քննություններ ընելը մարդոց վիճակին հետ կապված,
բժշկությունը ռավ նախքան սրբակրություններ ընելը։ Հետևաբար ինքը բնավ երկրորդ գեդերը անդեսած չէ, բայց գծույց կուտա մոդեցումը ինչ պիտելա։ Մենք շատ անգամ մեր զգացումներեն գխապվինք, երբ գմոդենանք մարդոց եւ մանավանդ եթե գիտենք մեր շուրջ եղողներուն, մեր ազգականներուն, մեր ընտանիքի անդամներուն, որոնց ասկի առաջ խոսած ենք, ոչ ասած են, խնդացած են, մերժած են, մեր մոդեցումը իրենց միշտ բադ ունի։ Եվ մենք կգարձենք, որ իրենք են բադը տնողը։ Ես չեմ գարձեր այդպես է։ Նույնիսկ եթե թիմացինս բադը տնե, ես գրնամ անդեսել այդ բադը։ Բայց արդյոք գանդեսեմ, ես նկատի առած եմ թիմացի անցին մեղքը, վարմունքը, սխալը, մերժելը եւ անորամար այլևս իրեն հետ գահարապերիմ եւ գահաղորդակցիմ իմ արջևս դրած իրականություններուն համացայն եւ ասիգա գփոխե իմ քրիստոնեավայել մոդեցումս թակավորության ծառայողի մոդեցումս Հիսուս ինչքան ալ իր շուրջը ուներ արգելքներ եւ դժվարություններ իր մոդեցումը չփոխվեցավ չհարցուց ասոնց մեկուն մեղքին մասին, սխալին մասին, առաջ դվավ։ Նույնիսկ փորոտները դասը, որ բժշկեց, հրամանըրավ, որ բժշկվին, մտնոլորդը կոնե ստեղծեց բժշկության, մեկը վերադարձավ, ինն ոչ թժքոհեր անոնց երախտաբար չլալեն, բայց եւ այդպես նախ բժշկությունը դվավ, բայման չտրավ, նաեւ պատրաստ է ցերկիս մեջն է, քեզի կուտամ, եթե ըսածս ընես։ Չրավ, դվավ, ուրեմն մեր մոդեցումը պետք է դալուն հետ լա, մեր մոդեցումը պետք է իր ցևով փորձենք նախ հասկանալ, ոչ թե բարդականություն ունենք, պետք է մենք ներքնաբես հասկանանք։ Գիտեք, ես ասկի առաջալ ասած եմ, ինձի համար այսօր գիտությունը ջանցածներս ապրելու մեջն է։ Նորեն ասեմ, ինձ համար այսօր գիտությունը իմ բոլոր ջանցածներս մտքիս մեջ եղածները սրդիս մեջ ապրումի վերածված զգալը եւ ապրիլն է։ Եվ ես կթելադրեմ, որ մենք մեր գետրոնացումը նոր մտքի հայտնություն ունենալու վրա չլա մեր իսկ քիծածները, ինչ որ գիտենք Աստվածաշունչեն, նայենք որ անոնց իրական ապրումը ունենք, գկարձեմ մեր պետքը այդ է։ Հետևաբար Հիսուս գրոնական մտածելացևով չէր ծառայեր, իր ծառայության գետրոնացումը գրոնական չէր, գրոնական մոդեցումը միշտ հարցումներ պիտի հարցնե նախքան ողորմիլը, նախքան ողորմություն տալը, գրոնական մոդեցումը, բայց Հիսուս ընդունեց բազմությունը, բոլորը Այսի միայն եթե ինքը գիտնար, որ այս մարդոցմեն 90%-ը վաղը պիտի ասե խաչը հանեցեք, գփավեր արդեն, որ մերժեր։ Եվ գիտեր ինքը ինքն իրեն ինչ պիտի լա, նույնիսկ միշտ աշակերտներուն գսեր, եւ ասավ, բայց չմերժեց, ընդունեց բազմությունը իրքով ամեն անգամ, Գսե կտած տեսնելով, որ հովիվ չունեցող գործվածներու վես են, կտած երբ տեսավ հիվանդություններով գդարաբին, անոթի են հիմայետ երտալու ադեն գրնան մարիլ, միշտ ընդունեց բազմությունը, սորվեցուց արկայության մասին թասեր չդվավ գրոնական, արկայության սկզբունքները ցանեց իրենց կյանքին մեջը, իր այս վարմունքներով, եւ բժշկեց բոլոր պետք ունեցողները Ասոնք նամակ են, որ մեզի կսորվեցնեն, թե արկայությունը ինչպես կմոդենա։ Անորամար մենք կսենք, նույնիսկ եթե ես չստացա բժշկություն, պիտի չգասկածիմ Աստծո դեսագետին եւ ցևին մոդեցումին վրա։ Պիտի փորձեմ ես հասնել առնելու համար։ Հիսուս չսպասեց ասոնց հոգևոր չափահասությունը, չսպասեց փարոյական գադարելությունը, չսպասեց որ այս բաներում մեջ զորանան այսօր երբ նայենք եւ տեսնենք շատ անգամ հոգեվորներ իրարու հետ կխոսին բժշկության մասին այս կամ այն բանին մասին հոգեվոր չափահասությունը գադարելակորձումը փարոյականը ասոնք ամենը հարց կուտան
ասոնք սխալ չեն, գրնա շատ անգամ արկել կլալ, բայց առաջնահերթ մոդեցումը բեք չէ մեր ասոն կլա, որովհետև ես պետք ունիմ արդացոլացնելու թակավորությունը, կանե օքեդս է, ես պետք ունիմ արդացոլացնելու թակավորությունը, ես արդեն իմ առօրյայիս մեջ լեցում փեր ունիմ, անոնք գջնշեմ վրաս, ինձ գուտան նեղություն, փարգություն, թշնամություն, ադելություն, հագարագություն, հպարտություն, ապստամբություն, ամեն տեսակ բան գուտան ինձ եւ քեզի, ամեն տեսակ բան գուտան, եւ բոլորս առանց բացառության ենթակա ենք աս վիճակներուն։ Հետևաբար ես արդեն բادرազմ ունիմ թակավորության նամակը մեջս հանգիստ ապրելու։ Հետևաբար երբ ես գմոդենամ, պետք է այս գետրոնացում ունենա, որ իմ մոդեցումս Աստծո թակավորության մոդեցումն է, թե Աստված եմ վիճակներեն։ Չնայեցավ, եթե այս մարդիկը ճիշտ վարդապետությունը ունին։ Չնայեցավ ճիշտ վարդապետությունը ունին։ Ընթարաճեց մարդկային պետքին։ Նայեցեք, Աստված ինքզինք կհայտնե, իր թակավորությունը կհայտնե, կորձի թրված կհայտնե, մարդկային պետքը նկատի առնելով։ Նայեցեք, ինչքան կարևոր է Աստծո համար մարդուն պետքին հասնելը եւ այդ մարդուն պետքը դալով մարդը գադարելության հասցնելը կամ իր բնական իրավունքներուն հասցնելը։ Եվ ասիկա կհաստատե Մատթեոս 14:14-ը գսե, երբ Հիսուս նավագեն դուրս ելավ, տեսավ մեծ բազմություն գտած անոնց վրա եւ հիվանդները բժշկեց։ Ուրիշ բան չտեսար Տեր Հիսուս այս մարդոց վրա։ Տեսավ։ Կովինիցը տեսավ։ Բայց իր դեսածը եւ անոր վրա գետրոնանալը եւ անոր համացայն քննադատությունն էլը, թադողությունն էլը իր թակավորության կորձին արկել կեր անոր համար անդեսեց։ Եվ մինչ մենք գծարայենք մարդոց, ծարայենք այս ուղությամբ, գիտեք, երբ Սուրբ Հոգիով լեցված կլասնոր եւ ուքաս մարդոց ծարայելու, ես նկատած եմ եւ տեսած եմ, դիմացինը ոչ կսե, ինքը թեր իր բաղմությունը կպատմե։ Հոգիեն մղված, թակավորության նպատակեն մղված կծարայ, բայց երբ որ օծությունը իր կյանքի մեջ բնականը լա, մեկը ոչը սե վերջացավ այլես, ոչ ուզեր որ վերջացավ, ես սների կսերի։ Լման կփոխվի, լման ուրիշ պատկեր կառնե։ Անորոմար դու պետք ունիս ներքնաբես հոգիեն առաջնորդված քայլեր առնելու։ Հիսուս ողորմություն արավ եւ նա ոչ վերլուծում, չվերլուծեց պայմաններն ու բարակաները, կորձի թրավ բժշկությունը։ Հետևաբար չնորոգված միտքը գրոնական վտանգի մեջ է, վտանգ կբերե։ Բոլոր այդ միտքերը, որոնք չեն նորոգված թակավորության համաձայն, գսվի որ բժշկություն չստացան, որովհետև անհավատ են։ Հավանաբար բժշկություն չստացան, որովհետև ծածուկ մեղք ունին։ Բժշկություն չստացան, հավանաբար Աստծո կամքը չէր։ Միշտ դիմացինը հանցանք ունի, եբրայական հրեական սովորության համաձայն։ Դիմացինը միշտ հանցանք ունի, որ իմ աղոթքս իրեն չեղավ, բայց միտքը ադիգա չէ սիրելիներ։ Ես քեզի կծարայեմ, թունալ Աստծո զավակ ես, Աստծո առաջին նայվածքը քու պետք է եւ իր ողորմությունը քեզի հասցնել է։ Ինչն է ուրեմն արկելքը, ինքը օտոմատիկ ռոբոտի պես չաշխատիր։ Արկելքը մեր մոդեցումը եւ մեր համոզումն է, որ մենք լեցուն ուրիշ պատճառներ, պատճառաբանություններ բերածենք եւ այդ պատճառաբանություններով բադած կմտածենք, նույնիսկ երբ մեր հավատքը կգործածենք, այդպես պատճառաբանություններով շրջապատված կգործածենք։ Հիսուս չայ բանեց, փնավ չայ բանեց հիվանդը իր հիվանդ լալուն համար։ Չսավ ինչու հիվանդ եղար։ Եվ որ եկան իրեն հարցուցին Հովաննու 9-ին մեջ աշակերտները, մեղքը որունն է, որ այս մարդը գույր ծնած է, իրն է, թե իր հորն ու մորը։ Հիսուս պատասխանեց, մեղքը ոչ իրն է, ոչ ալ հորն ու մորը, գույր ծնած է, որպես Աստծո զորությունը հայտնի ըլլա իրմով։ Հիմա չբացատրեց ինքը Ադամի մեղքեն ի վեր մարդիկ ինչու հիվանդություններով գաբրին, հիվանդություններով գծնին։ Ինքը
այդ մեջտեղի բարաբությունը լման վերցուց ասավ գույր ծնած է ոչ հորը ոչ մորը պատճառով, հապա որպես Աստված փառավորվի։ Ուրեմն մարդուն վիճակին կհանդիպի Աստված հadouk ծևոմը եւ ադիգա իրեն փառք կբերե։ Հիսուս մերժեց մեղատրող Աստվածապանությունը։ Կանոք է դսե, կսե Հիսուս մերժեց մեղատրող Աստվածապանությունը։ Երկինքի թակավորությունը եկած է դալու, մենք որովհետև սորվեցանք Աստծո սրբությունը, Աստծո բարիքները, շատ անգամ մեղատրելով կմոտենանք, կբացատրենք, վախցնելով կբացատրենք մարդոց պետք է թատրեցնենք ադիգա։ Մենք պետք ունենք առանց արգելքներ տնելու, փորձենք արդացոլացնել, արդահայտել ինչ որ այս բահուն Աստված կուզե որ արդահայտենք։ Եվ եթե ինքը դեսնե որ այս մարդը բեք չէ ստանա, թող մեզի ասե։ Մենք չորոշենք իր դեղը։ Մեր անձը մարզենք եւ պատրաստենք այդ ուղությամբ։ Մենք կտեսնենք աշակերտներն նույն ցևով կաշխատեին։ Հետևաբար մենք պետք ունենք այս ցևով քալելու մեր առօրյայի մեջ, մեր հավատքի կյանքի մեջ։ Հիսուս մարդիկը, որոնց բժշկություն տվավ, մեծամասնությունը, որոնք բժշկեց, Սուրբ Օգին չէին ճանչնար։ Աստվածապանություն չէին գիտեր, հրաշքներու նկատմամբ իրենց դեսագետը գրեթե բոլորին սխալ էր։ Նույնիսկ աշակերտները այդքան սխալ մոտեցում ունեին, որ կշվարեին, երբ Հիսուս հրաշքներ կկատարեր։ Բայց դակավին այս մարդիկը բժշկվեցան, ինչու համար բժշկվեցան, որովհետև բժշկությունը հասկացած ըլլալու վարձատրությունը չէ։ Նորեն ասեմ, բժշկությունը հասկացած ըլլալու վարձատրություն չէ։ Հասկացած ըլլալու պատճառով չէ, որ Աստված կվարձատրե քեզի։ Ինք դալիք ունի քեզի, իր սերեն, իր ողորմութենեն, քու պետք նկատի առնել են, անոր համար է որ կմոտենա քեզի։ Կանոք է դսե, սեկովինիտ առանձնաշնորհում է ասիկա ինձ, Աստված իմ մասիս կմտածե։ Բժշկությունը, որ մենք կստանանք, ողորմությունը, որ մենք կստանանք, Աստծո փնության հայտնությունն է։ Աստված անով կհայտնե ինք ով է, ինչ է իր հարաբերությունը ինձի հետ։ Ես պետք ունիմ ասիկա մտածելու եւ միտքս ասով նորոգելու, ասոր մե անտին եկող բոլոր այբանանքները, բոլոր արգելքները, բոլոր դες միտքերը, խորհուրդները պետք է մերժեմ։ Արտոնեմ, որ իր ցայնը բարձրանա իմ մեջս։ Ադոր համար է որ աբակային վերջը Պետրոսը սավ գործարակելոց 10:38 Հիսուս շրջեցավ բարիք կործելով եւ սատանային կողմե դանչվածները բժշկելով, որովհետեւ Աստված իր հետն էր։ Մինչ Աստված իր հետն էր գշրջեր, Աստծո փառքը գարդացոլացներ, Աստծո գամքը գարդացոլացներ, Աստծո գամքը գհրճագեր։ Հետևաբար սիրելիներ, բժշկությունը եւ նման բարիքները Աստծո գբացահայտեն մեզի թե ով է Աստված, թե ով է Աստված։ Հայրերը հետևյալը գսեն, Երանոսը Լիոնացին գսե Աստծո փառքը գենթանի մարդն է, այսինքն Աստված կփառավորվի ոչ մարդկության գադարելությամբ, հաբա մարդուն վերագանքնելով։ Աստծո սիրտին մեջն է որ մարդը վերագանքնի, ոչ թե կսպասե որ մարդը գադարյալը լա, հաբա մարդուն վերագանքնիլը ինքն է որ Աստված կփառավորե։ Բժշկությունը Աստծո բատկերը կվերագանքնե միտքերում մեջ, սրդերում մեջ։ Հովանես ոսկեպերանը կսորվեցնե Քրիստոս կսե նախ բժշկեց, վերջը հրահանգներ, բատվերներ տվավ, որովհետև ողորմությունը սիրտը կփանա։ Անոր համար նախ ողորմություն տվավ։ Ողորմությունը տվավ, մարդուն սիրտը բացվեցավ եւ այդ սրդին մեջ ցանել ուզեց։ Ողորմությունը կպատրաստե սիրտը, որ մեկը սիրտը ճշմարտությունը
ընդունի։ Հրահանքները առանց ողորմության գսե պատճառ գլան սիրտի գարձրության, սիրտը կգարձրանա եւ կկոծվի։ Անորամար օդար ազգիներուն հետ հարաբերության ընթացքին միան վարդապետական համարները սելով չենք կատարեր եւ բեք չէ կատարենք։ Պետք է սիրտերը շահելու, բացվելու, պատրաստվելու աշխատանքները ունենք։ Ոչ թե առաջ ակնկալենք, որ ապաշխարե քեզի աղոթեն, որ բժշկվիս։ No, աղոթե թող բժշկվի, վերջին որոշե, որ պիտի ապաշխարե։ Թող որին որոշե, որ իր կյանքը պիտի փոխվի։ Գրոնականեն ելենք կորձնական ցևին երթանք, ուր ավելի ապահովություն է, վստահություն կա, որ այդ մարդը բժշկվել են, սիրտը բացվել են, եթե եթե ապաշխարե, ավելի շիդակ մոտեցում ունեցավ։ Ուրեմն ինչու համար եկեղեցին պետք է վերագանքնի այս թիրքը, որտեղր այս մեկը, որովհետև այսօր եկեղեցին շատ անգամ գրոնական մոտեցումով սպաղ գլա, կփորձե բացատրել ինչու բժշկություն չկա։ Ինչու այլևս չլար բժշկություն։ Շատ տեսակներ կան։ Միան աշակերտներուն օրերուն էր, հիմա այլևս Աստվածաշունչը գադարյալ եղավ, այլևս այսպես է, այլևս այնպես է, լեցուն պատճառաբանություններ կան, բայց մեկ համար բավարար է արդեն, Հիսուս երեք այսօր եւ հավիտյան նույնն է չի փոխվիր։ Եկեղեցին շատ անգամ այսօր կպաշտպանե վարդապետությունը, որ եկեղեցի են ելած է, այդ եկեղեցիով վարդապետությունը ըմբռնում ինչ էր, անորամացային հաջորդ եկող հովիվը կշարունակե նույն մեթոդը։ Այո, եկեղեցի Աստվածաշունչը զավակ է, երկինք պիտի երթա, բայց Աստծո թագավորության այս բաղուն ըսելիքը չի փոխանցվիր, կպահպանե իր կանոնները, իր սիստեմը։ Փոխանակ ընդունի գոդրվածները ծառայե գարեկցությամբ վստահի Սուրբ Օքին, որովհետեւ Սուրբ Օքին կորձը գադարե մարդոց մեջ։ Հետևաբար Ղուկաս 9:11-ին մեջ մենք հստակ կտեսնենք, որ գագնգալվի, որ եկեղեցին վերաթարնա այդ ճշմարտության, այս ճշմարտությունը ըմբռնե։ Եվ այս ճշմարտությունը ըմբռնելը դժվար չէ։ Ես վստահ եմ այս բահուն քու սիրտդ գուզե ադիգանել։ Կանոքի դες գամացայնի, որ ասիգա ճիշտն է եւ լավն է, պետք է անեն, կանոքի գրնամացայնիլ։ Բայց եւ որ կասնելու դակավին բայկար կունենաս, մարդահրավեր կունենաս, challenge կունենաս, թիմացի մարդուն բարեմանները քեզի կցկեն, որ թուն թեր մտածես, թեր արկել տնես։ Սա կնշանակե, որ ես պետք է հոս արթունը լամ, անչադեմ ինքս ինքս թիմացինին ով ինչպես լալեն, ես իմ սիրտիս վիճակը շտկեմ։ Որովհետև ես գուզեմ Հիսուսը արդացոլացնել, ես անգերձ եմ, ես հավատարիմ եմ, ես կսիրեմ դեր, ամեն օր գաղոթեմ, ամեն օր կգարտամ, բայց դակավին ես գրնամ անզգուշորեն սխալ մոտեցում ունենալ, անորամար իբրև եկեղեցի պետք է իմ մոտեցումս շտկեմ եւ այդ ալ ոչ թե բոլոր պայմանները շտկելով, իմ սիրտի սկեցվածքը շտկելով։ Դեր Հիսուս մեզ մե ավելի 4 կողմ սխալ մարդիկ ուներ։ Եվ ինք մեզ շատ ավելի, անփախտադելիորեն ավելի սխալները մատնանշելու իրավունք ուներ, որովհետև միակ անմեղն էր։ Բայց դակավին իր մոտեցումը լման դարբեր էր։ Հետևաբար անոնք որոնք հիվանդ են, անոնք որոնք իրենց կյանքի մեջ գասկածներ ունին, հուսահատ են, այսպես հետևյալ ցևով պետք է հասկանան։ Հիսուս չսկսիր քու կյանքիդ մեջ կործել հարցումներ հարցնելով, անգսկսի մեծ քութով եւ ընդունելությունով։ Մեծ քութը եւ ընդունելությունը նաեւ որ խարանվի սիրտիդ մեջ, միտքդ նորոգվի անով, անոնց մե անտին մյուս եկած բաները յետիս կնա սատանա սե անոնց։ Մի վախնար, եթե սխալ մը գա ողորմություն հրած ադենը դեղմը պիտի չնես ողորմություն, Աստված չուզեր ընես այդ ողորմությունը, այդ աղոթքը ինքը պիտի սեքեզի։ Ինք ուրախ պիտի լավորտուն ողորմությունով քալես եւ երբ պետք է ինքը քեզի գեցնես է ոչ ասմարթուն ոչ։ Քան թե թուն ողորմությունը լմանն էլ գեցնես եւ սпасես որ ինքը քեզի ասե ասմարթուն համար միան աղոթե ես գուզեմ։ Կանոք է դեսե։ Եկ փոխենք ժողովուրդ մեր տեսակետը։ Եկ առաջին ցևը որթեքրենք։ Բոլոր անոնք որոնք հիվանդություն ունին, անոնց համար աղոթե։ Մնաց չունի եթե չգրծարը ստանալ։
Ստանալը չստանալը չեն որոշեր իրականությունը։ Այսօր չարիր դերս վաղ առնես։ Բայց մի փոխեր ցևը մոդեցումիդ։ Այդպես մի սեր որ ուրեմն ես սպասեմ դեր ինձ իսեն աղոթեմ։ No, դու բոլորին համար աղոթե։ Բոլորին կարոզե, եթե մեկը կա, որում մեկ չենես, դերը թողսեմիներ, փոխանակ դու մեկումը չնես, սպասես դերը սևորնես։ Կանոյք էդսե, կանոյքի պիտի ասցևով գնկադե, որ իր ցերկերը զալած է կսպասե դերնալ խոսած չունի։ Կանոյք էդսե, դերը խոսած չունի։ Ամը չսավ դեր ինձի, աշուշ պիտի չսե, դուն արկիլերը սիրեն որս է։ Դուն իր ցևով քալե, նայեք եք չեղազադեն ինքը ինչպես սեն է գասկնաս։ Ասիկա նույն բամությունն է հնազանդին է ոչ հնազանդին։ Նույնիսկ եթե դուն չստացար, դուն քեզի մի մեղադրեր։ Դիմացինդ մի մեղադրեր, նայե ավելի վարժվիս հասկնաս թակավորության քայլը այս բահուն ինչ է։ Գրոնական մի մտածեր աղոթեցի չբժշկվեցավ ուրեմն սխալ մոնիստուն։ Թերևս ունի սխալ, բայց թող Աստվածը է քեզի։ Իրեն գիտնալով իր կյանքի մեջ թերությունը ճանչնալով մի ընդուներ, մի արդոներ, որ աղոթել է եթե չարավ ամիջապես որոշես որ իր սխալին համար չարավ։ Դու շարունակե աղոթել նաև որ քու թերդ ճաշտոնդ ինչ է այդ մարդուն համար Քրիստոսով, եթե պետք է որ անոր մեղքին համար խոսիս խոսե։ Գիշեմ արիտոմը գծարայի եւ ծարայության ընթացքին գիտության խոսք դրված էր եւ անգևերջը վկայություններեն իդ մարդիկ կմոդենային որբեսի ցերկ տնելով աղոթեմ դերը ստամոքսի գիտության խոսք դվավ եւ վկայություն դվող չեղավ մինչեւ քիձին մեջ եւ որ գմոդենար դագավին դերը գրկներ որ այս բժշկությունը եղավ վերջավորության գինը իր ցերկը պարսացնելով հայտնեց որ ինքն է եւ դեր ինձ իսավներ ինք դագավին չէ բժշկված որովհետեւ իր սրդի մեջ լարվածություն ունի եւ որ ես հայտարարեցի իր երեսը եւ իր 4 կողմիններն ալսկացին, որովհետեւ իրենք ալ ինձ նայեցան, այդ նայվածներ ինչ կսես հիմա տունյանի, ուրդեղեն ուր թունքեզի իմ համար կարեր իր թունքեզի աս երևույթը գար։ Եվ այդ պահուն դերը ինձի դագավին համարորեն շարունակեց ասելու, որ ինքը իր զոքանչին հետ հարց ունի։ Նայ բժշկությունը ստամոքսի եւ ինքը իր սրդի մեջ լարվածություն ունի, դագավին ինքը գնթիմանար եւ իրեն գդիրեր, բայց զոկանչնալ երբ եկավ ինքը փրթավոն չգրծավ ոտքի գենալ լացեն։ Եվ անգևերջես իրեն համար չաղոթեցի։ Ինք բժշկված էր արդեն։ Բարձորեն ինք փռնած էր ոս։ Նայեցեք դերը եթե ուզե ինքը գահանե։ Մենք չփնտրենք մարդիկ ինչ մեղքունին ինչու համար չեն բժշկվիր։ Մենք փնտրենք Աստված ինչ կուզենել մարդոց անգախ իրենց պայմաններուն եւ վերջը թող սորվին իրենք ինչ պիտենեն։ Լման փոխենք հագարակ գոմ դարձնենք։ Հետևաբար սիրելիներ մարդոց պետք ունենալը փացավ թուրը եւ ողորմությունը արցակեց Աստծո զորությունը մարդոց կյանքերում մեջ։ Մենք այս հոսանքին զավակներն ենք, այս հոսանքին աղբյուրներն ենք, բայց պետք է որոշենք մեր հավատքը այս սկզբունքով կործածել։ Շատ անգամ եթե մեր հավատքը անբդուղ գլա, որովհետև մեր մոդեցումը սխալ գլա։ Մեր մոդեցումը շտկելը շատ կարևոր է, որովհետև մենք ունենք սովորությունը, վարժությունը, ընդհանրապես անկիդակցաբար։ Ընդհանրապես անկիդակցաբար Աստծո խոսքերը գրոնի վերածելու եւ իբրև գրոն ապրելու։ Հետևաբար պետք է շատ զգուշ լինենք։ Տեսեք, այսօր արդվան ներշնչումներս մեկը ներխոգումի, որ երևակայեցեք Սամվել առաջին արիթին գաթեն գդրվել են ետք, դարվեցավ Ղևիիկով, մեծավ
դաջարի մեջ, գծարայեր Աստծո, սորված էր բոլոր ծառայության գրոնական պետքերը, ամեն ինչ, այդքան որ երբ քիշերը Աստված իրեն հետ խոսեցավ, ինքը կարծես հեղին է եւ ելավ հեղինքով քնած 3 անգամ։ Նեսեք եւ ներշնչում է հետեւյալն էր, դաջարը եւ դաջարի մեջի ծառայությունները բոլոր գրոնական էին։ Ինչու? Սամվել 12 տարեկանին ամեն ինչ գիտեր։ Ամեն ինչ։ Քավատուր է, բնագուր է, խունգուր է, ածուխուր է, փայտերուր է, ամեն ինչ, ձեսերը կոց գիտեր։ Այփեն մինչև ով է։ Գսե դակավին Աստծո ցայնը չեր ճանչնար։ Չեր գիտեր այդ մասին։ Եկեղեցին պետք ունի Աստծո հետ հարաբերությունը, մտերմությունը ճանչնալու ամեն մեկ անց։ Այսօր եկեղեցին գործը ավելի քան 5 դագարանին Աստծո ցայնը ճանչնալ է։ Այնադեն գնդրվեին մարգարեները հadouk գործի համար, այսօր մենք չենք ընդրվիր միան հadouk գործի համար, բոլորս որ Հիսուսը կընդունենք, մենք դաջար գլանք, բնակարան գլանք իրեն։ Որբեսի իդ բնական մեր ստեղծագործության համաձայն ինք արդահայտվի մեր մեջ են, անորոմար մեր մոտեցումը, մտածելացևը պետք է, որ մենք շտկենք։ Ամեն։